Արք Հիսուս Քրիստոսին։ Մեր Աստված կենթանի ու բարի է, որ այսօր մեզ իր առատ ողորմության մեջ շնորհք եւ ողորմություն արը եւ տվել է հնարավորություն միասին հավաքվելու։ Գիտեք, այսօր առավոտ ինձ ու քեզ կյանք ա տվել։ Ես չգիտեմ այսօր առատ քանի հոգի չհարթնացան, բայց ինձ ու քեզ Աստված այսօր եւս կյանք տվեց։ Ինչի համար էս կյանքը տվեց, ժողովուրդ ջան։ Մենք եկար ենք չհարթնանայինք այսօր, բայց արթնացել ենք, այսօր կանք, այսօր ապրում ենք, ինչի համար։ Պողոս առաքյալը ինձ ու քեզ մի հատ լավ խոսք ասա, որ փառք եմ տալի, որ ինձ կյանք ա տվել եւ ուրախ եմ, որ ապրում եմ, ուրախ եմ, որովհետեւ այսօր էլ Տիրոջ համար եմ ուզում ապրան։ Գիտեք, եթե այսօր մեզի կյանքը Աստված տվել, եւ մենք ուրախացել ենք, որ այսօր մենք չմահացանք, մենք այսօր կյանք ունենք, հարց եմ ուզում տամ, եթե պիտի Աստծո համար չապրենք, ինչի համար Աստված այդ կյանքը մեզ տվել։ Մեղքի համար, անիրավության համար, չարության համար, թե իր կամքի մեջ, իր հաճության մեջ եւ մեր Աստծով ուրախանալու համար։ Եվ դրա համար այսօր ասում փառք եմ տալի, որ այո, Աստված ինձ ու քեզ կյանք ա տվել։ Եվ այսօր ես ու դու ընտրել ենք մեկ բան, առավոտյան գալ միասին մեկտեղ Տիրոջը պաշտելու, երկրպագելու եւ Տիրոջը մեծարելու եւ Տիրոջ փառքի համար ապրելու։ Թող Տերը փառավորվի մեր կյանքերի մեջ եւ իր կարողությամբ ու զորությամբ լցնի, որսի կարողանանք ապրել եւ ծառայել իր փառքին։ Բայց այսօր ուզում եմ մի հատ կարևոր մի թեմայի մասին խոսեմ, որ այսօր շատ հավատացյալներ իրանց կյանքի մեջ սան ուշադրություն չեն դարձնում։ Միգուցե ամեն մեկը սպահի տակ սա մեջ կարող ենք բռնվել, որտեղ ուշադրություն չենք դարձնում։ Ուզում ասու խոսքից որպես նախնական համար ինձ ու քեզ համար կարդալ Մատթեոս 22-րդ գլուխ, Մատթեոս 22-րդ գլուխ 15 խոսքից։ Այն ժամանակ փարիսեցիները գնացին նրա համար խորհուրդ արեցին, թե ինչպես խոսքով որոգայթի մեջ կդնեն։ Հտարկիր է։ Այն ժամանակ ասում փարիսեցիները գնացին նրա համար խորհուրդ արեցին, թե ինչպես խոսքով որոգայթ գցեն։ Եվ իրենց աշակերտներին Հերովդեսների հետ նրա մոտ ուղարկեցին եւ ասեցին. Վարդապետ, գիտենք որ ճշմարիտ ես։ Վարդապետ, գիտենք որ ճշմարիտ ես։ Արդեն սուտ են խոսում, որովհետեւ իրանք այդպես չգիտեն։ Եվ Աստծո ճանապարհը սովորեցնում ես ճշմարտությունով, բախեն ուզում բռնեն, որ իրանք այդպես գիտեն իր մասին։ Եվ ոչ մի մարդից հոգ չունես, որովհետև մարդի երեսպաշտություն չես անում։ Ինչ խոսքեր են ասում, ինչ խոսքեր են ասում։ Հիսուսին եկել են ինչ են ասում։ Արդ հիմա ասամ ես, ինչպես է երևում քեզ, կայսրին հարկ տալ պետք է, թե չէ։ Եվ Հիսուս նրանց չարությունը իմանալով ասեց. Ինչու եք փորձում ինձ, կեղծավորներ։ Ցույց տվեք ինձ հարկիս տակը, եւ նրանց մի դարեկան բերին տվին նրան, եւ նրանց ասեց. այս պատկերը կամ այս գիրը ումն է, ասեցին նրան կայսրինը, այն ժամանակ ասեց. ուրեմն կայսրինը տվեք կայսրին եւ ասունը տվեք ասուն, եւ լսելով զարմացան եւ նրան թողեցին գնացին։ Նտարքիրա ժողովուրդ ջան, ինչ էին ուզում այս մարդիկ անեին։ Մենք որ լինենք շատ հաճախ հեշտ կբռնվենք այդ խոսքերից, կասենք, այս մարդիկ ոնց են մեզի ընդունում, էլի։ Հələ մեզի ինչեր են ասում, որ մենք ճշմարտությունը սիրում ենք, սրանք ուրեմն մեզի ընդունում են, ու այդ րոպեին կասենք, սրանք մեզ թշնամիներն են, մեր թշնամիները ինչ հարկ տակ, հարկ մի տվեք։ Հենց ասեն այդպես, հերոդեսականներն էլ հետ եկել են, որ միանգամից բռնեն, ասեն դուք կայսրի դեմ ես, տանեն սպանեն։ Իսկ այս մարդկանց նպատակը չարություն էր, բայց խոսում էին բարություն։ Սա ինչ է նշանակում։ Այսօր սիրելի քույրեր եղբայրներ, մենք մարդիկս նայում ենք, թե ինչ գործեր են անում մարդիկ եւ ինչ խոսքեր են ասում մարդիկ մեզ համար։ Բայց Աստված նայում է նրանց խոսքերը եւ նրանց գործերը ինչ շարժառիթից են։ Այսօրվա թեման սա է։ Այսօր մենք ինչ շարժառիթով ենք անում։ Այսօր մենք ինչ շարժառիթով ենք խոսում, մեր շարժառիթը ո՞րն է, որ մենք մի բան մեկին ասում ենք, մեր շարժառիթը ո՞րն է։ Կարող է քաղցր խոսքեր ասենք, կարող է բարի բաներ ասենք։ Մեկ-մեկ ասում են կեղծավորվում է։ Մի քիչ ջոգում են, ասում են կեղծավորվում է, էլի մեկ-մեկ։ Մեկ-մեկ էլ չեմ ջոգում, իրանց դուր է գալիս այդ քնքուշ խոսքերը։ Դա սատանայի բնույթի կերպարն է, ժողովուրդ ջան։ Սատանան որ Եվային մոտիկացավ, ոչ ասեց, ասու դեմել։
Քնքուշ խոսքերով, բանով եւ այն ասելով, որ ամեն ինչ նորմալ է, որ ուտեսը քեզ բան չի լինելու, բան Եվան այդպես համոզվեց կերավ։ Մտածեց սատանային լսելու մեջ օգուտ կա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, բայց այսօր ինչ է կատարվել ուրիշների կյանքում, այդ մասին մեզ օրինակի համար ենք խոսելու, բայց ուզում եմ այսօր ես ու դու նայենք, ես ու դու ոնց ենք ապրում։ Եվ ուշադրություն դարձնենք մեր հետ կապված իրավիճակների մեջ, որ մարդիկ խոսում են, մենք էլ Հիսուսի նման լինենք իմաստությունով լեցված, որ մեր դիմացինի խոսքերը մեզ որոգայթի մեջ չգցի։ Առաջին, մենք չխոսենք այնպես, որ դիմացինին որոգայթի մեջ գցենք, որովհետև դա չարություն է, որովհետև ինչ ուզում ես դու արա, այո, քո գործերը կարող է բարի երևան, բայց քո շարժառիթի տակ ինչ կա, չարություն կա։ Եվ երկրորդ կարող է մարդիկ քեզ մոտենան, քեզ որոգայթի մեջ գցելու համար իմաստություն ունեցի մի շտապի, որպեսզի քեզ որոգայթի մեջ չգցեն։ Հիսուսին մոտիկացան, վայ, բարի վարդապետ, դու ճշմարտությունն ես խոսում, գիտենք, որ դու ճիշտ ես։ Բայց գիտեք, ինչ եք ուզում այդ մարդու սպանեք։ Հա՞։ Ինչ եք ուզում այդ մարդուն չարություն արեք։ Ինչ եք ուզում այդ մարդուց մի հատ խոսք քաշեք, որ խոսքով բռնեք իրան, չարություն է, չէ՞։ Էսի չար շարժառիթն է ժողովուրդ ջան։ Երանք թե մեր շարժառիթը բարի լինի։ Եվ որ մենք մեկի հետ խոսում ենք, մենք որպես Քրիստոս կյանքի կերպարն ունեցող մարդիկ մեր խոսքերի տակ լինի բարի շարժառիթ, ոչ թե չար շարժառիթ։ Որովհետև չար շարժառիթի հիմքում ընկած է դիվական աշխարհի գործը, եւ մենք կատարում ենք նրա նպատակ։ Նայեք, եւս մեկ համար եմ ուզում կարդամ, շատ պարզ է այստեղ գրած, շատ պարզ։ Հովանու 12-րդ գլուխ առաջին խոսքից։ Եվ Հիսուսը զատիկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից հարություն էր տվել։ Եվ այնտեղ հասկերույթ արին նրա համար։ Եվ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ Մայրամն էր մի լիտր նարդոսի ազնիվ մեծագին յուղ առավ, շատ թանկ յուղ առավ։ Հիսուսի ոտները օծեց եւ մազերով սրբում էր նրա ոտները, եւ տունը լցվեցավ յուղի հոտով։ Եվ ասեց նրա աշակերտներից մեկը, այստեղ շատ ուշադիր եղեք, ամեն բան մինչև այս պահը լավ է եղել։ Այդ տան մեջ լիքը մարդիկ էին։ Ղազարոսին Հիսուսը հարություն ա տվել, այդ տան մեռած երիտասարդին հարություն ա տվել։ Եկել է այդ տունը մեծ պատիվ արել, մեծ ուրախություն, Հիսուսն եկել է մեկը, որ իրանց երիտասարդին կյանք ա տվել։ Նրա քույրը վերել է ամենաթանկ յուղը, մեծ գնով յուղը լցրել է Հիսուսի ոտերին։ Ու պատիվ արել Հիսուսին։ Հիսուսի հետ իր աշակերտներն են, բարեկամներ կան, մեկի մտքով չար բան չի անցնում, բայց իմ հետաքրքիր է, մեկի մտքով բան անցավ, ուշադրություն դարձրեք ինչ ասում։ Այս բանը ու սենց բանի մեջ շատ հաճախ մենք կարանք բռնվենք ժողովուրդ ջան։ Եվ սա սատանայի գործ է։ Այս ինչ որ հիմա ես կարդում եմ, այս նույն բանի մեջ մենք կարանք բռնվենք, ուշադրություն դարձրեք։ Եվ ասեց նրա աշակերտներից մեկը, Հուդան, Սիմոն Իսկարովտացին, որ նրան մատնելու էր։ Ինչու համար այդ յուղը, հիմա նայեք, յանքը բարի բան ասում, ինչու համար այդ յուղը 300 դենարի չծախվեցավ, գինել գիտեր այդ յուղի։ Ինչու համար այդ յուղը 300 դինարի չծախվեցավ եւ աղքատներին չտրվեցավ։ Ես ինչ մեծահոգի մարդ է։ Ես ինչ բարի բան ասում։ Այդ բոլոր բարեկամների մոտ, հարազատների մոտ, աշակերտների մոտ ուսուցչին հանդիմանում է, էլի։ Ես ինչ մարդ ես դու, Հիսուս ասում է, դու սենց բարի մարդ ես։ Ես քի թողեցիր էսի լցի քո ոտերին, աղքատներին կտայինք էսի։ Ծախենք, փողը տայինք աղքատներին։ Սենց բարի ինչքան ենք մենք լինում մեկ երբ որ մեր սրտում ուրիշ չարություն ա լինում։ Սենց բարի արտահայտություններ անում դիմացինին մեղադրելու համար, բայց իրականում մեր շարժառիթը ուրիշ բան է, չար շարժառիթ է, Հուդայի ներսը չարություն կար, իրական շարժառիթը Աստվածաշունչ գրած է։ Հիմա նայեք, ստեղ ինքը ասում է, վայ, ծախենք, աղքատներին տայինք, բարություն անենք, ես ինչ լավ բաներ ասում։
Կողքից լսողը կասի, արե Սուդան, այս ինչ հոգևոր մարդ էր։ Վայ, այս ինչ բարի սրտի տեր մարդ է Սուդան։ Հələ նայ մեկի մտքով չանցավ էլի, որ այս յուղը կարելի էր 50 դինարի լցել ոտերին էլի, ոտերը էլի։ Կարելի է 250 դինարով տալ աղքատներին, 300-ով ծախենք, մի հատ 50 դինարով առնենք, ծախենք, լցենք ոտերին, 250-ը տանք աղ։ Կամ вообще ընդհանրապես Հիսուսի ոտերը կարելի է ջրով էլ լվար, էլի, այդ թանկանոց յուղով ինչի լվացին։ 300-ն էլ տանք աղքատներին, էլի, արժեր ոտերին լցել։ Արտաքինից ինչ լավն է երևում, արտաքինից ինչ բարի է երևում, խոսքերը ինչ հիասքանչ են երևում, կողքից լսողը կասի, ես ինչ աստվածավախ, բարեսիրտ մարդ է, բայց նայեք Աստվածաշունչն ինչ ասում։ Ինչու համար այս յուղը 3 տարեկանով չծախվեցավ եւ աղքատներին չտրվեցավ, բայց սա ասեց ուշադիր, ոչ թե որովհետեւ աղքատների համար էր հոգսը, այլ որ գող էր եւ քսակ ուներ եւ ընկածը պահում էր իրեն։ Ահա իրական շարժառիթը ինչ ասում Աստվածաշունչը Հուդայի մասին։ Մարդկանց աչքի առաջ ինքը լավն էր, մտածում էին, այ մարդ, էս ինչ լավ մարդ է, բայց իրանց գանձապահը Հիսուսը դրել էր Հուդային, ինչքան գումար էր տալիս էին Հիսուսին ճանապարհի համար, իրանց ծախսերի համար, ուտելիքի մեկը որ օրդնում էր, մի տեղ էթում էին մեկը գումար էր հատկացնում աղքատերի կարիքավորների համար։ Հիսուսը գանձապան դրել էր Հուդային։ Սա փողը էր Հուդայի մոտ։ Գրած է Հուդան գող էր, այդ փողը գողնում էր իրանով էր անում։ Հիմա տեսավ այ մարդ, ստեղ ահագին փող կարար մտներ քսակ։ Կարար այդ 300-ը որ մտներ, մի 50-ը կտար աղքատներին, 250-ը կդներ ջեբը։ Որովհետև գրված է իրանով էր անում այդ փողը։ Հիսուսը գիտեր, բայց այն չէր անում։ Ու հիմա այս մարդը ցույց է տալի, որ ինքը բարություն է խոսում, բայց իր շարժառիթը իրականում չար է։ Ժողովուրդ ջան, երբ որ մենք Աստծո առաջ ենք, մեր խոսքերի հիմքում եւ տակը ինչ կա։ Երբ որ մենք մի բան խոսում ենք, մի բան ասում ենք, մեր ասացի տակն ինչ կա։ Ինչ շարժառիթ ունենք։ Ինչ նպատակով ենք, թե չարը խոսում, թե բարին խոսում։ Մեկ մարդիկ այնց ամպագորգոր բարի բաներ են ասում, բայց նայում ես էլի տակը տենում ես, տակը իրականում ուրիշ բան կա։ Մեկ կարող է քեզ մեծագույն ժպիտով, ժպտալով, բարի համբյուրով համբյուրեն, բայց իրականում Հուդան էլ է ձև արեց, չէ։ Եկավ Հիսուսին ինչ արեց։ Վայ վարդապետ, ուսուցիչ, ու փարվեց ու համբյուրեց։ Դա ինչ մի մեծ բարի բան արեց։ Հիսուսն ասեց ապրես, համբյուրով ինձ մատնեցիր։ Համբյուրով ինձ մատնեցիր։ Արտաքինից երևույթը ինչ էր, եկավ փաթաթվեց պաչեց։ Մի ազնվորություն, որը վերջում ինքը իրան կախեց, մահացավ, հավատացյալ մարդ։ Երբ որ ես մի քաղաքում էի, իր մասին խոսում էի, ասեցին դե միշտ մատնիչները, ինչպես Հուդան, այդպես ավարտը, ասի բայց ինքը ինչ արե։ Ասեցին կոմունիստների ժամանակ, երբ որ դատում էին եղբայրներին, իրան ասել էին, որ եթե դու ձեր ավակներին մատնես, մենք քեզ չենք դատի, բաց կթողենք։ Եվ ասում են ինքը դատարանում, երբ որ եկավ, կանգնեց ամբողջ դատարանի առաջ, դեռ պատկերացնում եք դատարանի 90%-ը նստած են հավատացյալներ, որովհետև իրանց ավակ եղբայրներին բերել են դատելու։ Հիմա մեկը պիտի վկայություն տա, չէ՞ որ դրանք են։ Հիմա սրան բերում են կանգնացնում են դատարանի առաջ, ասում են վկայություն կտաս իրանց դեմ, ասում է սրանք մեր ավակ եղբայրներն են, ես իրանց դեմ վկայություն չեմ տա։ Հարց եմ տալիս, արտաքինից ես ինչ հզոր խոսքեր ասեց դատարանում, ասեց ես իրանց չեմ մատնի, ես ինչ հզոր խոսքեր ասեց, և ինքը իրան համարեց ոչ մատնիչ, բայց իրականում ինչ արեց, մատնեց, հայտարարեց, որ սրանք են եկեղեցու ավակները։ Ժողովուրդ ջան, շարժառիթը և խոսքերը իրար չի բռնում։ Խոսքերով ինքը իհամթեի չէր ուզում մատնել, բայց իր շարժառիթը չար էր, ինքը որպեսզի պրծներ, որովհետև դրանից հետո իրան բաց թողեցին դատարանից, ինքը մատնեց իր ավակ եղբայրներին։ Ժողովուրդ ջան, այսօր, որ իրան ասում են դուք չլսեցիք, ես ինչ ասեցի, ես ասեցի չեմ մատնի, բայց մատնեց։ Ժողովուրդ ջան, գիտես, քեզ ապացուցել ոչինչ պետք չի, Աստված է դատավորը։ Այդ րոպեին, որ փարիսեցիները, սադուկեցիները չարություն արին Հիսուսի դեմ մարդ ուղարկին, իրանք էլ չեկան, չէ՞, սովորեցրեցին ու արկեցին աշակերտներին, հետներն էլ հերովդեսականներին, որ գնացեք, բռնեք խոսքով, թող հերովդեսականներն անգամ բռնեցնեն։ Բայց եկան ինչ էին ասում։
Ժողովուրդ ջան, այսօր մեր շարժառիթը բարի է թե չար։ Մենք իրար հետ որ մի բան խոսում ենք, մի բան անում ենք, մեր նպատակը ո՞րն է։ Մեր ներքնաշխարհն Աստված տենում է։ Մեր խոսքերի հիմքում Աստված տենում է։ Կարող է դիմացինը խափնվի, դու կարանաս դիմացինին չար շարժառիթով օգտագործես, խոսքի մեջ բռնացնես։ Բայց Աստված տենում է քո արած չարությունը։ Աստված տենում է քո շարժառիթը, դրա համար դու պատասխան ես տալու։ Դրա համար մարդը ով ուզում է լինի, եթե չար շարժառիթ ունի, չար շարժառիթը դա նույն մանիպուլյացիան է։ Չար շարժառիթով գործած գործը դա այն աշխարհում կոչված նույն մանիպուլյացիան է, որը նույն կեղծավորությունն է, նույն ստությունն է, նույն կեղծիքն է, որի հիմքում ընկած է ոչ իրական ստությունը, որը իրականում նույն սատանայի բնության կրելու գործն է քո կյանքի մեջ, որտեղ մանիպուլյացիայի հիմքը սատանան է։ Եվ եթե մենք խոսում ենք չար շարժառիթի մասին, մենք խոսում ենք մանիպուլյացիայի մասին։ Եթե մենք խոսում ենք մանիպուլյացիայի մասին, մենք հասկանում ենք սատանայի դևի բնությունը մարդու կյանքի մեջ։ Եվ այս մարդը հետո Աստվածաշունչում ասում է Տերն ասում է քեզ չեմ ճանաչում, ինչի համար, որովհետև շատ հաճախ այսօր շատ մարդիկ Աստծո անունը օգտագործելով նույն չար շարժառիթով Աստծո անունը օգտագործում են իրանց շահի եւ փառքի համար եւ ոչ թե Աստծո շահի եւ Աստծո փառքի համար, բայց Աստծո անունն են օգտագործում։ Աստված էսի չի տենում, տենում է ժողովուրդ։ Տենում է Աստված սա եւ Աստված համահունչ պատասխան է ուղարկում քեզ, ինձ, ով ուզում ասա լինի։ Դա համար մեր գործերը, մեր խոսքերը պետք է լինեն ոչ թե չար շարժառիթից, այլ բարի շարժառիթից։ Այն որ դու բան չես արել, սենց բան է շատ անում, չէ, դու բան չես արել, դու մեղք չունես, մեկ է լսում ես մարդիկ քո մասին չար բաներ են խոսում։ Ինչի՞ց են խոսում էդի, ինչի են խոսում, կասես, շարժառիթը ո՞րն է, ինչ շարժառիթից են խոսում, ինչ շարժառիթից են խոսում, բարի շարժառիթից, չար շարժառիթից, չարություն անելու շարժառիթ ունեն, ներքն աշխարհը նենգ է։ Մի հատ հարց տամ, հիշում եք Սավուղի պատմությունը, ասում է Սավուղին Աստված ասեց, որ եթե ասեց քաղաք, ամենը նզովվել եմ, ամենը նզովված է, այդ ամենը կկործանես, անգամ անասունները նզովվել եմ, անասուն, մի կտոր, միշտ վսի կտոր չթողես, բոլոր կենթանիները կսպանես, այդ երկիրը անիծված է, նզովված է, կկործանես։ Ասում է Սավուղը գնաց, Աստված հաղթությունը տվեց, Սավուղը նայեց, լավ պարարտները կային, ասեց լսեք, ինչքան վատը կա սպանեք, ինչքան վատը կա կոտորեք, այն լավերը հավաքեք բերեք, պարարտները, ճոխերը, լավերը հավաքեք բերեք։ Հիմա մարգարեն եկել ասում է, այս ինչ ձեներ է գալիս, ասում է, այս ինչ անհասուններ է, այսի որ դուց, այս քեզ բերե։ Հիմա Սավուղը չի ասում, գիտես, ճիշտ է Աստված ասել էր, ես մեղավոր մարդ եմ, էլի, ագահություն կա սրտիս մեջ, ես չարություն եմ արել Աստծո դեմ, թող Աստված ինձ ների, էլի, ուղղակի այս պարարտները իմ ագահությունից չկարացա մորթեմ, ասի բերեմ հարստությունը շատացնեմ։ Էձև ասեց, ասեց, գիտես, Աստծո մարդ, ես այս ամենը քո Աստծո համար բերել եմ, որ ընծաներ ու զոհեր անես։ Չարություն խոս։ Շարժառիթը որն էր, ագահությունը։ Խոսքերն ինչ էր, Աստծո համար եմ բերել։ Աստծո կողմից այն որ նզովված էր, Աստծո կողմից այն որ անիծված էր, Աստծո կողմից այն որ պիղծ էր, դու բերել ես Աստծուն ընծայես։ Հա։ Ո՞ս կլինի դա։ Բայց դու ինչ ես ասում, չես խոստովանում, որ դու ագահ ես, դու ուրիշ բան ես ասում։ Եվ դրա համար Սավուղի դատաստանն արեց Աստված։ Որտեղ Սավուղը չար շարժառիթով խոսեց, չար շարժառիթ ուներ, ուրիշ բաներ խոսում, բայց իրան ներսում ուրիշ բաներ։ Դրա համար այսօր սիրելի քույրեր, եղբայրներ, մենք մի քիչ անկեղծություն պետք է սկսենք ունենալ, անկեղծ լինել ավելի։ Օրինակ Հիսուսին ոչ միտեղ չենք տեսնում, որ իր խոսքերի մեջ անկեղծ չէր։ Ոչ միտեղ չենք տեսնում, որ ինքը մանիպուլյացիա էր անում։ Ոչ միտեղ չենք տեսնում, որ ինքը մարդու գլխին շինում էր։ Ոչ միտեղ չենք տեսնում, որ ինքը սարքում էր մի բան, որ այդ մարդուն գցեր վատ վիճակի մեջ։
Չենք տեսնում այդ բան։ Հիսուսի կյանքում այդ օրինակ չկա։ Հիսուսը ուղիղ մարդ էր։ Հիսուսը ուղիղ էր խոսքերն ասում։ Հիսուսը ինչ որ կար այդպես էր ասում։ Չարին չար էր ասում, բարուն բարի էր ասում։ Ծուռին ծուռ էր ասում, ուղին ուղ էր ասում։ Հիսուսի ներքն աշխարհում մանիպուլյացիա չկար, որովհետև իր ներսում աստվածային կյանքի բնություն էր, դիվային բնություն, գոյություն չուներ, կար կյանք եւ այդ կյանքը ոչ միայն իր ներսում, այլ իրեն հավատացողներն նույն կյանքն է տալիս։ Եվ եթե իմ ու քո ներսում բնակվում է Քրիստոս աստվածային կյանքը, սիրելի քույրեր, եղբայրներ, ինչ գործ ունի ինձ չար բնությունը, ինչ գործ ունի ինձ մանիպուլյացիան, ինչ գործ ունի ինձ չար շարժ առիթով արած գործերը։ Եվ մեր շահի համար ուրիշներին մեր փառքի ծառան սարքելը։ Աշխարհն է ուրիշի գլխին շինում, բայց այսօր մենք հավատացյալներս իրար գլխին ոնց շինենք, ոնց սարքենք, ոնց ինչ-որ բան կառուցենք մի բան, որ այդ մարդուն գցենք վատ վիճակի մեջ։ Արդյոք դրա իրավունքը մենք ունենք թե չունենք։ Չէ որ դա չար շարժարիթ է։ Ինչ ուզում ես դու ասա, կարող է դիմացին այդ խեղճանա, ձեն չհանի, բայց արդյունքում քո արած գործի պատասխանը գալու է Աստծուց քո վրա։ Դու դրա պատասխանն առնելու ես եւ առնում ես։ Եվ շատերը առել են, եւ շատերը հասկացել են, եւ շատերը ապաշխարել են, բայց շատերը շարունակում են։ Բայց մի բան էլ ուզում զգուշացնեմ ձեզ։ Նաեւ Աստված մեզ տվել է իմաստություն։ Ասլաուցի պես խորագետ եղեք, աղավնու պես միամիտ։ Պետք է աստվածային իմաստություն ունենաս։ Մի քիչ էլ իմաստություն է պետք ունենալ, որ դիմացինը ուզում է քեզ չարություն անի, չար շարժարիթ օգտագործում քո դեմ։ Մի քիչ միշտ տապի, աղոթող եղի, Տիրոջ երես փնտրող եղի, աստվածային կյանքն ունես, ուրեմն աստվածային իմաստություն ունես, առանց շտապելու արա, որ չբռնվես։ Սա էլ շատ կարևոր է։ Որպեսզի Հիսուսը ոնց էր։ Քանի անգամ փորձեցին իրան, չկարողացան բռնել։ Ինչու չկարողացան։ Որովհետև աստվածային իմաստություն էր, գրված է Հիսուս իմացավ իրանց սրտի չարությունը։ Միշտ տապեք, հələ տեսեք այդ մարդը ինչ սրտի չարությունով ուզում քեզ բռնի, որպեսզի չբռնվես ոչ մի բանի մեջ։ Երկու կողմն էլ պետք է մենք ուշադրություն դարձնենք։ Մեկը որ մենք չանենք, երկրորդը որ չբռնվենք, որպեսզի այդ մարդը չհասնի իր ուզածին, որպեսզի այդ չարությունը իր մեջ վախճանվի, քո վրա չվախճանվի։ Թող Տերը օգնական լինի, սիրելի քույրեր, եղբայրներ, դրա համար Ղուկասի ավետարանի մեջ Փարիսեցիների համար այսպիսի խոսքեր կա գրած. Այն միջոցին, երբ որ հազարներով 12-րդ գլուխ առաջի խոսք, այն միջոցին, երբ որ հազարներով ժողովուրդները դիզվում էին, մինչև որ իրար կոխեն տալիս, սկսեց իր աշակերտներին ասել. Առաջ ձեր անձերին զգուշացեք, ձեր անձերին զգուշացեք։ Հիսուսը զգուշացնում է իր աշակերտներին, քեզ զգուշացնում է։ Պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։ Ձեր անձերը պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։ Կեղծավորության հիմքում հենց էսի անգած։ Կեղծավոր մարդը ինքը ամեն բանի ընդունակ է։ Բայց ասպա դու որպես Աստծո որդի, քե անձը զգուշություն արա, որ դու այդ կեղծավորությունով չբռնվես, որ դու այդ նույն բանը չանես, ինչ որ փարիսեցիներն էին անում, որովհետև այդ մանիպուլյացիաների հիմքը, այդ կեղծ գործերը, այդ չար շարժարիթները, որ օգտագործում են, հենց իրանք էին, բայց իրանք իրանց դրել են սուրբերի տեղ։ Շատ ժամանակ մարդը իրան սուրբի տեղ է դնում, բայց դիմացին ինձ հավաստելու համար ապրում է։ Բայց Աստծո առաջ պատասխան ունենք տալու, ժողովուրդ ջան։ Աստծո առաջ պատասխան ենք տալու բոլորս, ով էլ ուզում ալնի, որ չապաշխարի, բոլորը պատասխան են տալու։ Տերը օգնական լինի, որպեսզի մենք ամեն մեկս կարողանանք ավետարանի խոսքի ճշմարտությունը ինձ ու քեզ համար կարևոր հիմք պահենք։ Եվս մեկ համար ժամանակի հետ կապված արագացնում եմ մի քիչ, որպեսզի հասանելի լինի։ Բայց ուզում եմ կարդալ առաջի թագավորացից 18-րդ գլխում հետարքիր խոսքեր ա գրած Սավուղի գործերի մասին։ Այսօր մի քանի մարդու նայեցինք, բայց Աստվածաշունչ շատ այսպիսի իրավիճակներ կա եւ շատ դրվագներ կա, որտեղ Աստված ցույց է տալի այս օրինակը։ Առաջի թագավորած 18-րդ գլուխ 20 խոսքից եմ կարդում։ Եվ Սավուղի մեղքող աղջիկը սիրում էր Դավիթին։ Եվ երբ որ Սավուղը իմացավ, այս բանը նրա աչքերին հաճո երևցավ։ Հետարքիր է, այսքանը որ կարդում ես, այնքան դուր է գալիս։ Թագավորի աղջիկը սիրահարվել է Դավիթի վրա, Աստծո մարդու վրա։ Սավուղը իմանում է, որ իր աղջիկը սիրել է այդ մարդուն եւ ուրախանում է։ Հաճելի է իրան ասում է, վայ ես ինչ լավ է, աղջիկս ես ինչ լավ տղու է սիրե։
Էս ինչ ասում արդյացիր, առաջ հասկից ասպես արա, էս ինչ լավ եղբայր է, էս ինչ լավ թագավոր է, էս ինչ բարի սիրտ ունի։ Մի հատ աղջկան չի ասում, գիտես դու թագավորական տոհմից ես արդեն ինչ գործ ունես, դա հովիվ ա եղել, չոբան ա եղել։ Մի հատ նորմալ իշխաններից մեկի գրած ուրախացավ։ Ասպես այ մարդ, էս ինչ լավ բան է։ Բայց հիմա տեսեք ինչի համար է ուրախացել մարդը։ Իրական իր ուրախանալու շարժարիթ է ժողովուրդ։ Հիմա նայեք ինչ է ասում։ Եվ Սավուղը ասեց. Ես աղջիկս նրան տամ, որ նրա համար որոգայ դառնա, եւ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի, եւ Սավուղը Դավիթին ասեց. Ինձ այսօր երկրորդովս փեսա եղիր, եւ Սավուղը իր ծառաներին հրամայեց, որ Դավիթի հետ ծածկաբար խոսեն եւ ասեն. ահա թագավորը քեզ հավանել է, ես նայ կեղծ խոսքեր ասում, եւ նա բոլոր ծառաները քեզ սիրում են, եւ հիմա թագավորի փեսա եղիր։ Եվ Սավուղի ծառաները այս խոսքերը Դավիթի ականջին ասեցին, եւ Դավիթը ասեց. թագավորի փեսա դառնալը ձեր աչքին փոքր բան է երևում, որովհետեւ ես մի աղքատ եւ աննշան մարդ եմ, ասում եմ, ես ինչ բան է, էլի ես աղքատ մարդ եմ աննշան մի տոհմից, իմ մեծ աղբերներից չեմ տան ամենափոքրն եմ, ու թագավորը մարդ է ղրգել իմ մոտ, որ ես այդ համ իր փեսան դառնամ, ես ով եմ։ Խաբար չի որ գլխին սարքում է թագավորը։ Իր ամբողջ նպատակն է Դավիթին կործանելը, բայց լավ բաներ էր խոսում։ Հիմա շարունակության մեջ դա հավաքավորը քեզ հավանել է, ծառաները քեզ սիրում են։ Հիմա նայեք շարունակությունը։ Եվ Սավուղի ծառաները նրան իմացին եւ ասին. Դավիթն այսպես խոսեց։ Եվ Սավուղն ասեց. Դավիթին այսպես ասեք. թագավորը ուրիշ օժիտ չի ուզում։ Հա դու աղքատ ես, քեզ օժիտ չեմ ուզում։ Բայց միայն փղշտացիներից 100 անթլփատություն, որպեսզի թագավորի թշնամիները վրեժ առնվի։ Բայց Սավուղը խորում էր Սավուղի միտքը, բայց Սավուղը խորում էր Դավիթին փղշտացիների ձեռով սպաներ։ Ամբողջ նպատակ։ Աղջկաս սիրում է, ինչ լավ է, աղջկաս կտամ, որոգայթի մեջ գցեմ։ Հա Դավիթ դու որ բան չունես, գնա 100 հատ փղշտացի սպանի, բեր ապացուցի որ սպանել ես 100 հատ փղշտացի, ես աղջկաս կտամ։ Բայց իր ամբողջ նպատակը 100 հատ փղշտացի սպանելու հեշտ չէր։ Այդ 100 հատ փղշտացի ես կայնած չէր տան սպանել։ Պետք է զորքի մեջ, պիտի կռիվ աներ, պիտի պատերազմ աներ։ Ու այս ժամանակ իրանք սպանեն։ Ու Սավուղը կպրծներ Դավիթից, ում ձեռով փղշտացիների ձեռով։ Բայց Դավիթն էլ հելավ հետ ընկերներին վեկալավ գնաց 100-ի տեղը 200 հատ փղշտացի սպանեց, բերեց այցան 100 հատ էզո 200 հատ եմ տալիս։ Դավիթը Սավուղին էլ ուրիշ ճար չերնում, բացի իր աղջկան տալուց։ Չստացվավ իր չարխը ողորութը։ Աստված Դավիթի հետ էր։ Եվ շարունակության մեջ գրած է ամեն ինչում ինչ որ Դավիթն անում էր, Աստված Դավիթին բարձրացնում էր եւ Աստված Դավիթի հետ էր, բայց Սավուղն ավելի էր կատաղում։ Հիմա տենում է դա Աստված Դավիթի հետ է, գոնե ուրախանա, ավելի է կատաղում։ Մեկ որ տենում ենք մեկի հետ Աստվածա չեն կատաղում։ Բար մեկ տենում ենք Աստված մեկի հետ օծում է, մեկի հետ գործանում, մեկին ծառայում է։ Գիտեք, փարիսեցի այդ կեղծավորությունը գրված է Հիսուսը դևեր էր հանում։ Բժշկություններ էր անում, հրաշքներ էր անում, որովհետեւ Աստծո փառքերևա։ Ինչ էին ասում այդ կեղծավորները մարդկանց ականջին, ասում են, այ մարդ, դա Աստծո չի անում, դա Աստծո հետ կապ չունի, հանգար չընդունեք որ Աստծո անում։ Դա դևերի իշխան Բեզեբուղի անով անում։ Ոյ քեզի բան։ Էս ինչ մեղադրանք, այ մարդ։ Էս ինչ մեղադրանք, Աստծուն ծառայող, Աստծո օծությունը վրեն քերող, Աստծո որդուն որպեսզի իրանց փառքին չխանգարի, չարություն են խոսում։ Ինչ են խոսում, ասում են Բեզեբուղի անունով խոսում։ Ժողովուրդ ջան, այսօր ես ու դու, որպես հոգևոր մարդիկ, մեր շարժարիթը պետք է լինի բարի եւ ոչ թե չար։ Այսօր մենք պետք է լինենք, այո, խորագետ ես խոսեցի, բայց շատ ժամանակ մենք խորագիտություն չենք անում։ Շատ ժամանակ մենք մեր մամիկոն աղբերն է դա լավ ասում։ Ասում է խորագետ լինելու տեղը խորամանկ ենք։ Փոխանակ խորագետ լինենք, միշտ ասում եմ ամենքուն աղբեր էդի, չէ։ Ասում եմ փոխանակ խորագետ ապրենք, խորամանկ ենք ապրում։ Հետո մենք ասում ենք խորագետ ենք, դո խորագետ չենք, խորամանկ ենք։ Աստված ասել է, որ երկինք նայելուց աղավնու պես միամիտ լինես, մարդկանց հետ օծի պես խորագետ, բայց դու հակառակն ես անում, Աստծո հետ սկսում ես խորագիտություն խաղալ։ Այս իմ ամենքուն աղբեր միշտ խոսում է ուշադրություն դարձած կլինեք։ Գիտեք, այսօր ես ու դու կարիք ունենք մի կարևոր հիմք ունենալու մեր ներսում։ Մեր ապրելուն ուշադրություն դարձնենք։ Այո, այսօր աշխարհը չար է։
Այսօր իրավիճակները խառն են։ Այսօր ամեն օր սատանեն ամեն բան անում է, որպեսզի մենք չկարողանանք անկեղծության, ուղղության եւ սրբության մեջ ապրենք։ Այո, աշխարհը անկեղծությունը չի գնահատում։ Աշխարհը սրբությունը անարգում է։ Աշխարհը ճշմարտությունին հակառակ է այթում եւ մեր համար դժվար է, երբ որ ամբողջ աշխարհը մի կողմ է այթում եւ դու դրան հակառակ եթաս։ Բայց էսի միշտ հիշեք, սատկած ձկները գնում են ջրին համահունչ, կենթանի ձկները հակառակ են լողնում։ Հիմա մենք չպետք է նայենք աշխարհն ինչպես է ապրում, բա ինչ անենք Ռուզի եղբայր, մեր շուրջը բոլորը այդպես են ապրում։ Այո, դու խավար չես, դու լույս ես, դու իրանց նման չես, դու Աստծո որդու նման ես, դու պետք է ապրես կենթանի Աստծո բնությունը կրելով քո մեջ։ Հիսուսը կեղծ հոգևորների մեջ, այսինքն փարիսեցիների մեջ, հոգևորականների մեջ, աշխարհի կայսերների եւ իշխանների մեջ, մարդկանց, որոնք ասում են Աստծուն ճանաչում ենք, բայց Աստծված մերժում են, դրանց մեջ ապրեց, բայց ապրեց ճշմարտությունը պահելով։ Այսօր ես ու դու կարանք էդի ապրենք, որովհետև նույն մեր ներսում բնակվում է Քրիստոս կյանքի աստվածային բնությունը, նույն իրավունքը, նույն իշխանությունը, եղբայրը խոսեց, Աստված մեզ հետ է ամեն օր, եւ նույն հաղթությունն ու զորությունը Աստված մեզ տվել է։ Այո, դու ամեն օր իրավունք ունես ոտքը դնելու օծի գլուխը ճզմելու համար։ Ամեն օր ես իշխանությունն ու իրավունքը ունես եւ դու օծին չես ծառայում, դու դևին չես ծառայում, դու կենթանի Աստծուն ես ծառայում եւ նրանք որ ծառայում են դևին, դու նրանցից բարձր ես եւ հզոր, քեզ պետք չի նրանց նմանվել, ոչ է նրանցից վախենալ, քեզ պետք է քո բարձրությունը, քո Աստծո որդու կերպարը, քո իշխանությունը եւ քո իրավունքը ամեն օր օգտագործել, կիրառել քո կյանքի մեջ եւ չմոռանալ, որ դու կենթանի Աստծո որդիներն եք, նրա տղաները եւ աղջիկները, թող Տիրոջ անունը փառավորվի եւ Տերը բարձրանա։ Եվ մեզ պետք չի ոչ մանիպուլյացիա անել, ոչ կեղծավորություն անել, ոչ չար շարժարիթով խոսել, թող քո ներսը բարի լինի եւ քո խոսելու շարժարիթը բարի լինի։ Այո, դու եթե շարժարիթ ունես, ոչինչ է շարժարիթը, եթե բարի համար ես անում, եթե քո շարժարիթը բարի է, բայց եթե քո շարժարիթը բարի չի, դու Աստծո առաջ պատասխան ես տալու։ Ժողովուրդ ջան, չկա այդպես մարդ, որը ապրել է հակառակ եւ Աստված նրանից չի պահանջել, այդպես բան չկա։ Աստված պահանջելու է, ինձնից էլ քեզնից է, բոլորից է պահանջելու է։ Դրա համար խնդրենք Աստվածային կյանքի իմաստությունը մեր կյանքի մեջ, որ մենք չբռնվենք, որ մեր չօգտագործեն։ Ես ամեն օր խնդրել եմ Տիրոջից, Տեր, տուր ինձ քո իմաստությունը։ Տեր, տուր քո իմաստությունը, որպեսզի ես, ինչպես դու տեսնում ես, ես այդպես տեսնեմ։ Ինչպես դու լսում ես, ես այդպես լսեմ։ Ինչպես դու խոսում ես, ես այդպես խոսեմ, բայց հələ ինչքան պետք է աճեմ։ Եղբայրս այսօր ասեց Հիսուսի այրունով տեսնենք, չէ՞։ Գիտեք, Հիսուսի տեսողություն ունենալը այնպես ինչպես Հիսուսն էր տեսնում, երանի թե մենք բոլորս ունենանք։ Եվ ինչպես ինքն էր խոսում, երանի թե մենք բոլորս ունենանք։ Եվ թող Աստծո հոգին մեզ դրա մեջ առաջնորդի, սովորեցնի եւ հաստատի, եւ Աստծո փառքն ու զորությունը բարձրանա մեր կյանքերի մեջ, ամեն ինչում եւ ամեն բանի մեջ։ Միայն փառքը, պատիվը, մեծարանքը, գովասանքը, երկրպագությունը, օրհնաբանությունը մեր հավիտենական ու ճշմարիտ Աստծուն լինի։ Որովհետեւ միայն նա արժան է եւ նրան վայելը։ Եկեք միասին ասենք փառք Հիսուս Քրիստոսին։